Ես Թարվերդյան Սիլվան եմ, 12 տարեկան, ապրում եմ մամայիս, պապայիս, տատիկիս, քուրիկներիս ու աղբերներիս հետ։ Մենք ապրում ենք վատ պայմաններում։ Պապայիս ձեռքերը ջարդված են, ինքը չի կարում ծանր-գործ անի։ Մենք մի հատ մեծ կամազ ունենք, պապան այդ կամազով այն վաղտ գնում էր խոտ էր բարձում, պապային փող էին տալիս, մեզ լավից վատից պահում էր, բայց հիմա չի կարում փող առնի։ Մենք մնացել ենք մամայի հույսին։ Մամաս դպրոցում հավաքարար է աշխատում, ամբողջ օրը սառը ջրերի մեջ։ Ես նեղվում եմ, որ մամաս աշխատում է հավաքարար, որովհետև չի քնում, տանջվում անընդհատ, առավոտ շուտ է արթնանում։ Ես հասկանում եմ, որ ուրիշ երեխեքան մեզանից վատ են ապրում, բայց ես մամաս առաջին հերթին մեր մասին է մտածում, որ մենք լավ հագնենք, դասարանը մեր վրա չծիծաղա, ինքը իր մասին չի մտածում, ասում է ես ոչինչ, ավելի լավ է դուք լավ հագնեք, իմ տարիքը անցել է։ Լավ հագնելու կարևորը, որ դուք լավ հագնեք, ես ինձ կզգամ, որ շատ լավ եմ հագեմ։ Ճիշտ է, մամաս 5 երեխա ունի, բայց ինքը շատ ջահել է։ Ես գիտեմ, որ ինքը լավ բաներ է ուզում հագնի, լավ բաներ է ուզում իմանա, բայց ինքը չի ասում մեզ, որ մենք չնեղվենք։ Ես իրան շատ եմ սիրում ու ինչ բառեր ասեմ, այդ քիչ է։ Կյանքս էլ տամելի քիչ է։ Քուրիկներս ու աղբերս չար են, բայց ես իրանք շատ եմ սիրում, թեկուզ իրանք չարություն անեն, չգիտեմ, վատ բաներ անեն, մեկը ես իրանք ճիշտ ուղին եմ ցույց տալիս, մայրիկս ոտին սովորացրել է։ Մենք մի դպրոցում ենք սովորում ու դասամիջոցներին էլ գնում եմ իրանց մոտ, տեսնում եմ իրանք ոնց են։ Եղել է վաղտ, որ ինձ քուրիկներիս վրա ծիծաղացել են, որ չունենք լավ շորեր, չունենք ոչ մի բան։ Բայց ես իրանց ասել եմ, որ էդ էլ ամեն ինչ կգա, ամեն ինչ կունենանք։ Ոչինչ մենք չունենք շորեր, բայց մեր սիրտը մաքուր է։ Ես կյանքում չեմ գնացել ոչ մի լավ տեղ, որովհետև այդ հնարավորությունը չեմ ունեցել ու չեմ ուզեցել մայրիկիս ասել, որ ինքը նեղվի։ Ես չգիտեմ կաֆեն ինչ է, ռեստորանն ինչ է։ Մենք այս գյուղից այն կողմ բան չենք տեսել, ոչ մի ռեստորան, ոչ մի կաֆե։ Ես Աստծուն շատ եմ հավատում։ Ինքը միշտ էլ իմ կողքն է եղել ու ես աղոթել եմ իրան։ Ես միշտ աղոթում եմ, որ հայրիկս իր ձեռքերը բուժվեն, մայրիկս լավ գործ ունենա եւ գոնե մեզ որոշ չափով ապահովի։ Որ ամեն գիշեր ես պարկում եմ քնելու, թե մտածում եմ մի դուռ միս համար կբացվի, որ կունենանք մենք էլ լավ շորեր, լավ բաներ կուտենք, լավ աշխատանք կլինի մայրիկիս եւ մենք հանգիստ կապրենք։ Մեր լվացքի մեքենան հին է, ինքը չի քամում, մայրիկս իր ձեռքերով ամեն ինչ անում, սառը ջրերի մեջ անում է ու փռում է, որ մենք
հագուստ ունենանք, հագնենք։ Ես շատ եմ ուզում ունենանք լվացքի մեքենա, որ մայրիկս անընդհատ սառը ջրերի մեջ չանի լվացք, որ չհիվանդանա։ Մեր տելևիզորը չի աշխատում, անընդհատ ալիքները փախնում է։ Ես շատ եմ երազում ունենալ տելևիզոր, որ մեր ուզած հաղորդումները նայենք, մուլտիկները նայենք եւ ամենակարևորը ես կամ նայենք։ Ես երազում եմ տեսնել Մաշ Իսրայելյանին։ Նա շատ հուզիչ երգեր է երգում եւ նրա մարտեսակը ինձ այնքան է դուր եկել, որ ես ուզեցա մասնակցեմ ես կամ նախագծին ու տեսնել նրան։ Իր սիրտը այնքան մաքուր է, որ ես իրան ոչ մեկի հետ չեմ փոխի։ Ես Մաշ Իսրայելյանի երգերը շատ եմ սիրում եւ նրա աչքերից զգում եմ, որ ինքը ինչքան բարի է ու մարդկանց ուրախացնում է իր երգերով։ 3 տարի է ես ուզում եմ իրան տեսնել ու ասել, թե ինչքան շատ եմ իրան սիրում։ Շատ եմ ուզում իրան նմանվել իր սրտով, իր մարտեսակով, իր գեղեցկությամբ ու իր կազմվածքով։ Ես հեռախոս չունեմ ու երազում եմ ունենալ հեռախոս, որ Մաշ Իսրայելյանի բոլոր երգերը լսեմ։ Նրա երգերը այնքան հիասքանչ են, որ ես կդնեմ ամբողջ օրը մի երգը լսեմ։ Ես նրան որ տեսնեմ, մի ուրախություն կապրեմ ու նաև ես որ ուրախանում եմ, իմ ընտանիքն էլ է ուրախանում եւ այդ ամենից իմ մայրիկը, իմ բոլոր ընտանիքի անդամները շատ կուրախանա, որ ինձ տեսնեն երջանիկ։ Ասում են, որ այս խմորը նյարդերը հանգստացնում է, սա փորձենք տենը։ Ինչքանով է ջեր։ Բայց կյանքում չէի պատկերացնի, որ կարող է այսքան հուզվեմ իրականում, սենց մի տեսակ ոնց հասկանում եմ, ինչ-որ սենց դողա տալիս ձեռքեր։ Լարվածություն, անհանգստություն, հուզմունք, բոլոր զգացմունքներս սենց ընդհանուր խառնվել են իրար։ Այդքան նայում էր հաղորդումները, ման չկա ցավը տարան, մյուս անգամ երևի կա, հաջողվի տեսնես։ Ես իրան շատ եմ սիրում ունեցել։ Ուզում էի, որ դու տենայիր։ Միգուցե մի օր էլ ինձ բաղ վիճակ իրան տենամ։ Ես շատ էի ուզում դու քո երազանքը կատարվեր։ Կեր ցավը տանեմ, 3 ժամ ճանապարհ ենք եկել։
Ես ուրիշ երեխեքից ինչով եմ պակաս, որ այսօր ես չտեսա իրեն։ Ես իրան կգտնեմ, կգրեմ, կասեմ, որ շատ էիր ուզում իրան տենայր, ցավոք չհաջողվեց, որ իրան տեսնես, միգուցե կխղճաքես ու կգա քեզ հետ հանդիպման։ Այդ կլինի իմ կյանքի ամենալավ օրը։ Երևի ասված կկատարի քո երազանքը։ Ես շատ կուզենամ, որ կատարի։ Իրան որ տեսնեի, կասեի, որ իրան շատ եմ սիրում ու կգրկեի ամուր։ Ցավը տանեմ, ախր 3 տարի իրան ենք սպասում։ Եթե պետք է այլի կսպասեմ, մենակ գա։ Իսկ ուզենայի ուրիշին տեսնեի։ Չէ։ Ինչի։ Ես մենակ իրան եմ ուզում տենամ։ Երևի կլսի ու մի օր կուզենա հանդիպել քեզ հետ։ Ես իրանից ոչ մի բան չեմ ուզում, մենակ ուզում եմ իրան տենամ։ Սա էլ մեր կողմից ձեզ հյուրասիրություն։ Չեք պատկերացնում եք սևեր ձեզ սպասում։ Տեսա՞ր ինձ էլ ացածեցիր։ Ես շատ երկար եմ սպասել ու չէի պատկերացնում, որ կգայիք։ Հավատա իմ համար այնքան կարևոր է այս հանդիպումը ու ես էլ պակաս չեմ սպասել այս հանդիպմանը։ Շատ երկար եմ սպասել։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Ես սպասում եմ այսօրվան, որ ձեզ պինդ գրկեի ու ասեի, որ ձեզ շատ եմ սիրում։ Մենք շատ դեռ իրար երկար կգրկենք։ Հա։ Շնորհակալ եմ ինձ այսքան սիրելու, սպասելու համար ու ես անպայման գալու եմ ու ձեր մյուս բալիկների հետ անպայման ծանոթանալու եմ։ Շատ ուրախ կլինեմ ես, որ իմ երեխան քո հետ շփվի, քեզից օրինակ վերցնի, այս կյանքի բոլոր դժվարությունները կարողանա հաղթահարի։ Անպայման։ Այդ չի քննարկում, հենց այդպես է լինելու է, մեր կապը չի կտրվելու, շարունակական է լինելու դեռ Շատ ուրախ եմ։ Դե միլոջի մոխջիկ։ Չենք սկականից չենք Մի քիչ էլ որ լացես, ես էլ նստելու եմ, սենց լացենք։ Բայց այսօր մենք շատ լավ որ պետք է ունենանք, չէ՞։ Չեք պատկերացնի ինչ պատիվա ձեզ հետ ծանոթանալ, ինչ ուրախ եմ, որ հենց ձեզ եմ ընտրել։ Բա ես ինչ ուրախ եմ, որ դու հենց ինձ ես Կյանքում ընտրել։ ձեզ ոչ մի ես հետ չեմ փոխի։ Ող, ուտեմ ես կեզ։ Մի օր օրի կեզ գրկեմ էլի։ Մի օր կեզ գրկեմ էլի, մոխջիկ։ Էլ չենք լացելու, չէ՞։ Ոյ, մամա ջան։ Ես ամբողջ ընթացքում թե երգերն արեցել։ Հա։ Որ երգն ես ամենաշատը սիրում։ Վարարելա։ Վարարելա։ Կարող եմ ցույց տալ ինչպես է ձեզ սպասել, անգամ ձեր նկարն եք հաշել սրախոսի մեջ։ Ջիկ ող։ Ես հենց իմացա, որ դու ինձ սպասում ես։ Մի կողմ եմ դրել ամեն ինչ ու շուտ վազել եմ, որ քեզ տեսնեմ, որովհետև ես հենց հիմա այս պահին այնքան հուզված եմ, որ նույնիսկ սենց շատ խառն եմ խոսում։ Ուզում եմ իմանաս, որ ես էլ քեզ եմ սպասել ու շատ լարված եմ եղել ես մի քանի օրը, որ մի վայրկյան շուտ գամ ու քեզ տեսնեմ։ Հավատում ես, չէ՞։ Ես ես հավատում եմ։ Ող։ Իմ աղջիկ։ Մենք սովորական գյուղացի ենք, ասիվ հասցնում ենք երեխաների կենցաղը ապահովել։ 5 երեխա են պահում, ամուսինս աշխատանք չունի,
Ես մաքրուհի եմ աշխատում, հողագործություն ենք անում, հա, բայց էլի եկամուտ չենք ստանում, հազիվ մեզ է բավարարում։ Դե գիտեք ոնց կապ չունի, որ ես էլ քաղաքում եմ ապրում, ես էլ ձերպես սովորական մարդ եմ։ Ու ես շատ ուրախ եմ, որ մեկս մեկին կարող ենք օգնել ու նաև շնորհակալ եմ Աստծուն, որ այսօր ես ձեր կողքն եմ ու մի լավ բան կարող եմ անել ձեզ համար։ Չգիտեմ։ Շատ հաճելի է, որ դու մեր կողքն ես այսօր։ Մենք գտել ենք պես լավ մարդու։ Գիտեք շատ մարդիկ կան, որ ուզում են ձեզ օգնել, աջակցել ու այդ մարդկանցից ամենակարևոր մարդը այսօր մի նամակ է գրել մեր շատ սիրելի Ռոզա Ծառուկյանը ու ես ուզում եմ, որ այս նամակը մենք միասին կարդանք։ Եթե կարելի է, ես կարդամ ձեզ համար։ Իհարկե։ Ողջույն ձեզ իմ սիրելիներ, մեծ սիրով ու մեծ ոգևորությամբ եմ ձեզ գրում։ Նախ ուզում եմ ասել, որ տեղյակ եմ, գիտեմ, թե ինչ պայմաններում եք ապրում։ Սոցիալական ծանր ու դժվարին պայմաններում դուք մեծացնում եք 5 երեխաների։ Ու շատ դժվար է, բայց կեցեք։ Չեք հրաժարվել ձեր ծնողական պարտականություններից եւ թեկուզ ծանր պայմաններում, բայց լուռ ու մունջ ապրում եք։ Սիրելիներս, ուրախ եմ, որ ես կամում եք այսօր եւ իմ սիրելի Սիլվան հանդիպել է իր ընտրած երգչուհուն։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Ուզում եմ նաեւ ես իմ աջակցությամբ այսօր ձեզ օգնել։ Գիտեմ, որ չունեք հեռուստացույց եւ լվացքի մեքենա։ Այսօր այն կունենաք։ Բարով վայելեք։ Սիրով Ռոզա Ծառուկյան։ Շնորհակալություն Ռոզա Ծառուկյանին։ Շնորհակալ եմ, որ մեզ աջակցեց։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր ազնագազմին, որ մեր կողքին են։ Թող այսօրվանից սկսված ձեր կյանքում ամեն ինչ լավ լինեն ու բոլոր դժվարությունները թող ետևում մնան։ Ես լվացքի մեքենա չունեմ, ձեռքով եմ լվացք անում, սաղ ծմեր ծառը ջրերով, չունեմ հնարավորություն, որ գնեմ, շատ է ուզում ունենալ, 5 երեխայի շորեր լվանալ այսօր, շատ դժվար է։ Մամայիս ձեռները ճակճկում են, որ լվանում է շորերը ձեռով, ես ինչով կարողանում եմ մամայիս օգնում եմ, որ ինքը չնեղվի, որ կողը մարդ չկա, որ իրան չի օգնում։ Իմ մեծ աղջիկ, ոչինչ, մի նեղվեք, հավատացած եղեք, այս ամեն ինչը անցողիկ է ու տեսեք մարդիկ եղան, չէ, որ ձեզ աջակցեցին։ Ու այսուհետև դուք ոչ մի բանից չեք նեղվելու։ Ես վստահ եմ, իմ Սիլվասել որ մեծանա, չէ, չնայած արդեն մեծ աղջիկ է, ես վստահ եմ, որ ինքը այնքան լավ մարդ է դառնալու։ Ես վստահ եմ ու ես իր կողքն եմ լինելու։ Գնանք հեռուստացույց ընտրենք։ Давайте։ Իսկ որ չափսը նախընտրես։ Դու տեսել ես sense մեծ հեռուստացույց։ Անկեղծ ասած չէ։ Ամոթել այս տարում հեռուստացույց չունենք, եղեքը հեռախոսը մարը պարտքով, տենց նայում են էլի։ Որ մենք ունենայինք սիրուն հեռուստացույց, ես կամ նախագիծը կդիտեի ու ամենակարևորը քո երգերը։ Որն ես ուզում առաջինը լսես հեռուստացույցով, տեսնես էլի նոտեսալովակ։ Վարարելա։ Վարարելա, էտե սիրում։ Շոտ։ Լավ, գալու եմ ձեր տանը նստեմ, միացնելու ենք վարարելան ու իրար հետ պարելով, երգելով նայելու ենք, համաձայն ես։ Հա։ Դե արի պտտվենք, տեսնենք որ հեռուստացույցի վրա են կանգ առնում։ Նացիկ։ Լնեք գույները սրա ու սրա։ Գույները Որն է քեզ ավելի շատ հարազատ։ Դեգիկ մի հատ էլ կարծում եմ, որ ոնց խորթը ամենահարմար տարբերակն է։ Տեսնենք։ Արդյոք էսի ավելի լավ է։ Դե մամա ջան, ինչ ասեմ, դուք արդեն ունեք ձեր հեռուստացույցը, ձեր լվացքի մեքենան, շնորհավորում եմ, բարով վայելեք։ Մասջան, շատ շնորհակալ եմ Տիկին Ծառուկյանին։ Ուզում եմ շնորհակալություն հատել, որ մեր նման ընտանիքներին աջակցում է, օգնում է։ ഞാൻ շատ շնորհակալ եմ։
Բարով վայելեք, դե եթե թույլ կտակ, ուզում եմ ձեր թույլտվությամբ իմ Սիլվայից տանել ու մենք ունենանք լավ օր ու ես վստահեցնում եմ ձեզ կարող եք հանգիստ լինել, ես երեկոյան ձեզ ապահով կվերադարձնեմ։ Թույլ կտակ։ Իհարկե։ Շնորհակալ եմ։ Դե մենք գնացինք։ Տարի սպասելա։ Չեմ տա։ Շնորհակալ եմ շատ։ Գնացինք Սիլվ։ Արի, վազանք։ Փախանք։ Երեք օրվա ընթացքում առաքումը կիրականացնենք, շնորհավոր լինի։ Լավ ձեզ։ Դե այ հիմա պատմում ես, լասա, իմ սիրուն աղջիկ։ Դե քեզ տեսնելը իմ ամենամեծ երազանքն էր։ Բառեր չեմ գտնում, որ ասեմ քեզ ինչքան շատ եմ սիրում, որ ես քեզ չկարենայի տենայի, ինձ ասեին ուրիշ երգչուհու ընտրի, ես կյանքում չէի քեզ փոխի ուրիշի հետ։ Իմ աղջիկ, փաստորեն ես արդեն հասկացա, որ դու նաև հավատարիմ ես։ Ու գիտես չէ՞ իմ համար այդ ինչքան կարևոր է մարդկային տեսակի մեջ հավատարմությունը, շատ կարևոր բան է։ Կուզես երգ լսենք։ Հա։ Դե դու մի քանի անգամ ասացիր, որ վարարելա երգն ես, չէ՞, սիրում եմ ամենաշատը։ Էդ ենք լսում։ Давайте։ Տալիս եմ քեզ, որ պահես։ Մեկ, երկու, երեք, չորս։ Աշխարհիս վրա ինձ համար զարկող մի սիրտ կա, ով իմ ուզածը իմ հոգում է ցենա, իմ սիրուն հեքիաթ ախր ոնց իմ սիրտում էլ տար, սիրո տեղ գտար, տեր դարձար, վարարելա, սերս տես վարարելա, ու ելելա, ափերից ելելա, վարարելա, սերս տես վարարելա, սերս ափերից արդեն ելելա։ Ձեզ գիտեք ինձից շատ սիրեցի, Ինչի՞ց արել։ ձեր բարի սիրտ ունեցող հոգուց, Ոխ։ ձեր գեղեցկությունից և ձեր ձայնի։ Բա դու ոնց հասկացար, որ ես բարի հոգի ունեմ, սիրտս։ Եթե բարի չլինեիր, եթե սիրտ չունենայիր, դու չէիր գա ինձ տեսնելու, Ոխ, մեռնեմ ջանի։ ինձ հանդիպելու մի մեծ ուրախություն պարգևելու։ Իմ հասուն աղջիկ, իմ հասուն։ Ես էլ եմ շատ երջանիկ, որ քեզ հանդիպեցի, հավատում ես, որ այսօր իմ Ես քեզ- ամենալավ օրերից մեկն է իմ կյանքում ապրած։ Հավատում ես։ Շատ, ես քեզ ամեն ինչում էլ հավատում եմ։ Ոխ, մեռնեմ իսկ ջանի։ Ինչ կուզենայիր հենց հիմա, ուր կցանկանայիր գնայինք միասին։ Ես մտնում եմ ձեր Instagram-ի մեջ և ձեզ եմ նայում, դուք ունեք մի հատ փոքրիկ հրաշալի բալիկ, որը ձեր նման հիասքանչ է, իր անունն էլ Աննա է, իր տատիկի անունն եք դրել, Այո։ ու ինքը շատ սիրուն է, կուզենա իրան տեսնել։ Տեսնեմ ու ասեմ, որ քո մաման այնքան լավն է, որ ես իրան ահավոր աշխարհի շատ եմ սիրում։ Ոխ, մեռնեմ ջանի, դու ինքը տունն է, բայց գիտես իմ աղջիկ։ Բայց որ դու այդքան շատ ես ուզում իմ Աննային տեսնես։ Ու հիմա մենք մեր տան ճանապարհին ենք։ Լուրջ։ Մենք կգնանք ու դու իմ Աննայի հետ կծանոթանաս։ Ուզում ես։ Շատ։ Հայ մարևս։ Գնացինք։ Արի հələ տեսնենք ուր այ Ես էլ իմ Աննան, ճանոթացեք։ Ասա բարև քուրիկին, մատոթային պաչիկ արա։ Ահա, ինքը սկսեց իր լեզվով խոսալ, ես իր լեզուն է, ճանոթացի։ Արի։
Ստի կնդակը։ Ջոն։ Ահա, ծանոթացեք դե։ Դե իրար հետ ծանոթացեք։ Մաշակուրեք, ես միշտ տեսնում եմ Instagram-ով, որ դուք շատ հոգատար մայր եք, ու ես շատ կուզենամ, որ մեծանամ, ձեր նման լավ մամա լինեմ։ Ես վստահ եմ, որ դու լավ աղջիկ ես մեծանալու ու նաև ավելացում, որ շատ լավ ծնող ես լինելու։ Բայց մի ֆրազի։ Մաշակուրիկ, ես ճիշտն ասած տեսել եմ ես կամ նախագծով, որ երեխաները տեսնում են դերասաններին, երգչուհիներին, բայց շատ քչերն են իրենց տուն տանում, ես շատ ուրախ եմ, որ Աղջի, ունու, սիրիմ կեզի մողջիկ ջոնոսը։ Ես միշտ շնորհակալ եմ, որ դու ինձ բերեցիր Բայ իմ աղջիկ, բա դու արդեն մեր տան անդամներից մեկը դարձար։ Շնորհակալություն։ Դենց որ դու երբ ուզում ես, միշտ մեր տան դռները քեզ համար բաց են, հետ դու իմացի։ Աննայիս հետ ծանոթացար, իսկ հիմա քո հետ եկել է ծանոթանալու Աննայի սապերիկը։ Հով, արի։ Արի ծանոթացի Սիլվայի հետ։ Աշա բարիվ։ Բարի։ Ողբորի։ Աննա Թոմոյա։ Իսկ հիմա ես ձեր համար անակնկալ ունեմ ու վստահ եմ, որ դա ձեզ դուր է գալու, գնացինք միասին։ Ապա, Արիան, գնացինք աշխարհուկս։ Եկեք։ Դե քանի որ ես շատ քաղցրակեր եմ, ես չէի թողնելու, որ դու իմ ձեռքից բրցնես ու մեր տանից գնաս առանց քաղցր ուտելու։ Համաձայն ես։ Ու քանի որ քեզ հանդիպել է ինձ համար ծնունդի պես մի տոն էր, դրա համար ես որոշեցի, որ պետք է այսպիսի տորտիկով նշենք։ Մաշակուրիկ, ես դու փոքր վաղ ինչ երազանքներ ուներ։
Ես երազում էի երգչուհի դառնալու մասին։ 5 տարեկանից երգել եմ ու երբեք չեմ պատկերացրել, որ կարողա օրերից մի օր ես ուրիշ մասնագիտություն ընտրեմ։ Երբ որ ես բեմում կտեսնեի ինչ-որ արտիստի, ուղղակի հիացմունքով sense նայում էի ու մտքիս մեջ ասում էի. Աստված ջան, տեսնես մի օր կգա այդ օրը, որ ես էլ բեմում կանգնած կլինեմ, բա իմ մոտ էլ այդպես բաներ եղել, ես դրա համար եմ ասում, որ ոչ մեկին հեշտ կյանքում ոչ մի բան չի տրվում, իմ աղջիկ։ Բոլորս էլ ունեցել ենք դժվար ճանապարհներ մեր կյանքում։ Բայց Փառք Աստծո, ամենակարևորը, որ ես քեզ խորհուրդ կտամ, որ միշտ կապդ շատ ամուր լինի Աստծո հետ, որ միշտ խոսես Աստծո հետ, միշտ շնորհակալություն հայտնես ամեն ինչի համար։ Դու մի ընկճվի, մի նեղվի, որ դժվար ճանապարհով ես անցնում։ Վստահ եմ, դու այնքան լավ մարդ ես, որ Աստված քեզ ամենալավն է տալու, հավատա։ Ամենակարևորը էլի եմ ասում։ Հույսդ չկորցնես ու միշտ Աստծո հետ կապդ պահի։ Մի հատ ժպտա, դե, չես լոծում, հերիք հալացես, դե, այս այն ամեն ինչն է, որ ես այսօր քո համար պատրաստել եմ, չգիտեմ քեզ ինչքանով դուր կգա, այն դելու ամենաքիչ բանն է, որ կարողացել եմ անեմ, որովհետև ես ժամանակ չունեի, բայց ես քեզ խոստանում եմ, որ այս ամեն ինչով ճիշտ սահմանափակվելու, ես քեզ խնդրում եմ, մի լացի։ Մաշակուրիկ, ես ամեն ինչի իմ համար քիչ չի, շատ է։ Ուզում միասին նայենք, տեսնենք քեզ դուր ա գալիս, թե չէ, կուզես։ Դե արի նայենք, որն ես ուզում բացես առաջինը։ Գիտես, ես շատ էի մտածում, ինչ գնեմ քո համար ու արդյոք քո դուրը կգա թե չէ։ Ես երբեք յարլիկ չեմ պոկել շորի վրա, որովհետև նոր շոր չեմ ունեցել։ Հիմա արդեն ունես ու տեսնենք որն է առաջինը ձեռքից տակ ընկնում, ուզում եմ պիտակը միասին պոկենք, համաձայն ես։ Դավայ։ Օրինակ սա, դավայ։ Պոկի։ Ապրի մաղջիկս, կտանես տոնը միասին։ Քուրիկի ու ապերների հետ կպոկեք, կնայեք ու սա եմ ուզում հիմա քեզ ցույց տալ։ Ինչի համար կոնկրետ սա առանձնացրեցի, որովհետև դու գիտես, որ ես երգում եմ։ Ու հիմա հերթական առիթն է, որ ես պետք է գնամ ու ուրախացնեմ մարդկանց ու ուզում եմ, որ դու ինձ հետ գաս ու հագնես հենց այս շորիկը ու հիմա մենք գնալու ենք, միասին սկեստա փոխվենք ու գնանք միասին բարձրանանք բեմ։ Համաձայն ես։ Դե գնացինք։
Մաշա քրիկ ինչ սիրուն ես։ Պաստորեն ես չէի փխալվում, այս շորիկի քիծեն սազելու է։ Դու էլ ես շատ սիրուն։ Դե ես հատուկ քո գույների մեջ եմ։ Արի։ Հիմա ես ուզում եմ քո մազերը սարքեմ։ Կյանքում ես չէի մտածի, որ դուք իմ մազերը կսարքեք։ Տեսնում ես։ Ինչ կասես։ Եթե ճիշտ եմ հիշում, դու ինձ ասացիր, որ ինձ Instagram-ով հետևում ես։ Եթե հետևում ես, դու տեսած կլինես իմ էջում այս վայրը, սա այն վայրն է, որտեղ ես աշխատում եմ։ Ուզում եմ հիմա միասին տեսնենք։ Գնաց։ Այսօր իրականություն դարձավ մի փոքրիկ աղջնակի շատ մեծ երազանք, ով վաղուց երազում էր տեսնել իր շատ սիրելի երգչուհուն Մաշ Իսրայելյանին, մի հատ եկեք Մաշ Իսրայելյանին բարձր ծափարենք եւ ծափարենք այս գեղեցիկ աղջկան, այս փոքրիկ հրաշք բալիկին Սիլվային ավելի ջերմ ծափահարենք։ Բարի երեկո, սիրով ողջունում եմ բոլորիդ։ Նախ ուրախ եմ, որ այսօր ես ձեզ հետ եմ։ Ուզում եմ ասել, որ այսօր ինձ համար շատ կարևոր օր է, որովհետև ես ծանոթացել եմ մի ֆանտաստիկ աղջկա հետ, իմ Սիլվայի, մի հատ խնդրում եմ եկեք բարձր ծափահարեք նրան։ Նշեմ, որ ես կամ հաղորդաշարն է։ Իսկ հիմա ուզում եմ երգս նվիրել իմ Սիլվային նաև ձեզ։ Համաձայն եք։ Գնացինք, սիրով ձեզ համար։ Ծով սերը ինձ նվիրել Թե ոնց, էդ ոնց ես ինձ քեզնով արել Որ իմ մոնթու ջուրն ես դու դարձել Անհնարինը դարձրել ես դու հնարավոր Ու ողջ աշխարհը ներկել քո գույներով Դու իմ արևն ես, ես քո լուսինը Տես երկինքը մերն է, մեր
Շնորհակալ եմ անչափ։ Իսկ հիմա ուզում եմ շարունակենք պարել եւ բոլորից սիրով հրավիրել պարահրապարակ։ Դե իմ աղջիկ, եկավ որվա ավարտը արդեն, ուզում եմ ասել, որ ես շատ նաև ուրախ եմ, որ ճանաչեցի քեզ, մենք ունեցանք հիանալի օր, չես լացում, թե չէ ես էլ կլացեմ ու ես չեմ ուզում մենք լացելով իրար հրաժեշտ տանք։ Արի շնորհակալություն հայտնենք ես կամ նախագծին, որ մեզ հնարավորություն տվեց իրար ճանաչելու։ Արի ասենք շնորհակալություն։ Բայց հիմա, քանի որ օրը դեռ չի ավարտվել, ես էլի նվեր ունեմ քո համար ու ուզում եմ տալ։ Հիշում ես, որ ինձ ասեցիր ատամներս ցավում ա ու չեմ կարողանում հաց ուտել նորմալ։ Դրա համար ես որոշեցի քեզ նվիրեմ սա։ Սա նվեր քարտա, Implantum Dental Clinic-ից, որի մեջ կա 100,000 դրամ, ես վստահ եմ, որ սա քեզ կհերիքի, որպեսզի գնաս ատամներդ սարքես ու նույնն էլ մամատ, եթե կցանկանա, մամայի հետ կգնաք, լավ։ Շատ շնորհակալ եմ, որ դուք իմ համար սենց բան արեցիք, որ դուք այդ մանրուքը ինձ գումար տվեցիք, որ ես իմ ատամները Ոյ ուղղի, կգրվեմ։ Դե հիմա չենք լացում, վերջ։ Իսկ հիմա ուզում եմ իմանամ էլ ինչ երազանք ունես, դեռ չիրականացած։ հեռախոս չունեմ։ Հեռախոս ես ուզում։ Իսկ ինչ ես կարծում, այդ երազանքդ էլ կկատարվի, թե չէ։ Իմացի արդեն կատարվել է։ Դու ունես հեռախոս։ Ու ոնց որ ասեցիր, իմ մուքա նկարն ես դնելու, խոստացել ես, չէ։ Ոխ։ Պուտի դու, հլը տես դուրդ գալիս, թե չէ։ Վաու։ Ինձ թվում է առաջի զանգը ինձ չէ լինելու։ Ինձ չէ լինելու առաջի զանգը։ Ես սպասելու եմ, մենք ամեն օր պետք է իրար հետ խոսանք։ Ես ուրախ եմ, որ այսօրվանից ես մեծ քույր ունեմ, որ ինձ կուղորդի, որ դառնամ քո նման նպատակասլաց ու գեղեցիկ։ Ող։ Դու մեծի, ես էլ ունեմ քեզ, վերջացավ, չէ։ Բարի երեկո, Մարդ ջան։ Բարի երեկո, Տերայր ջան։
Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Ես նույնպես շատ ուրախ եմ։ Ոչ միայն ուրախ եմ, նաև հանգստացա շատ ձեզ տեսնելով։ Երբևէ մտածել էիք, որ ես կամից ձեզ կզանգարեն։ Այո, ինչու՞ չէ։ Մտածել էի ու մտածել էի թե տեսնես ինչ երեխա ինձ կընտրի։ Ու ի վերջո ընտրեց մի հրաշք անձնավորություն։ Ինքը տարիքով փոքրիկ է, չէ, բայց այնքան հասուն է, չեք պատկերացնի։ Այնքան ուրախ եմ, որ հենց ինքը ինձ ընտրեց։ Ինչ որ նմանություն տեսնում եք ձեր եւ իր միջև։ Նմանություն դեռ չեմ կարող ասել, ճիշտ է, օրեր են անցել, բայց մենք կապի մեջ ենք, ես ինչպես որ իրան խոստացել էի, շուտ-շուտ ենք զրուցում իրար հետ, դեռ չեմ կարող ասել նմանություն, բայց ես իր կողք անպայման լինելու եմ ու միգուցե Աստված է ուղարկել, որ հենց ինքը ինձ ընտրի, որովհետև ինքը ընտրել է հենց քույրիկից մասնագիտությունը ու կարծում եմ, որ ես իրան ինչ-որ բանով կարող եմ օգնել իր կյանքում։ Դուք են բացառիկ հյուրերից եք, որ երեխային տարաք ձեր տուն։ Ինչու։ Գիտեք, քանի որ նա արդեն իմ տան անդամ չէ, որ դարձավ։ Չէ՞ որ ես իրեն խոստացա, որ մեր կապը շարունակվելու է ու դու արդեն իմ Սիլվան ես, իմ հոգում իմ մասնիկը։ Տարա իմ տուն, քանի որ ինքը արդեն իմ տան անդամ է։ Ինչ եք տանում ձեզ հետ ես կամից։ Անմոռանալի օր, որը որ ես ապրեցի Սիլվայի հետ ու ես նաև դա եմ իրեն խոստացել, որ մենք էլի ենք այդպիսի օրեր միասին անցկացնելու։ Լավ հիշողություններ, հոգու խաղաղություն, հանգստություն, որ ես ինչ որ մեկի համար ինչ-որ մի բան կարողացա անել, ուրախացնել, ուրախանալ իր հետ միասին, ինչու՞ չէ։ Որն է ամենակարևոր խորհուրդը, որ տվեցիք Սիլվային։ Ամենակարևոր խորհուրդը, որ շատ մոտենա Աստծուն։ Քանի որ ես ինքս շատ մոտ եմ Աստծուն, իրեն էլ եմ ասել, որ շատ վստահի Աստծուն, շատ խոսի Աստծու հետ։ Դա ամենակարևոր խորհուրդը դա էր իմ կողմից իրեն։ Իրոք որ ամենակարևոր եւ շատ լավ խորհուրդ է։ Եվ մենք էլ օրհնենք ու փառավորենք Աստծուն, որ Աստված մեզ տվել է այդ տեսակ միտք, որ ինքն է մեր կյանքը եւ ինքն է ամենակարևորը մեզ համար, մեր կյանքում, մեր կյանքի բոլոր հանգամանքներում։ Եվ հիմա օրհնենք Աստծուն եւ աղոթենք ձեզ համար։ Աստված ձեզ պահապան լինի։ Շնորհակալ եմ բոլորիս։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն, պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա Զմաշ աղախինս քո, ընդհովանյավ սուրբ և պատվական խաչիվդ քովի խաղաղության, փրկյա հերևելի և հաներևույթ թշնամվույն, արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ ընդհոր և ընդհոգույթ սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։